Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը ձկներ նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունը, մոլորակների դիրքավորումը, կնշեմ բացասական օրերի մասին, որպեսզի լինեք ավելի զգոն եւ ճիշտ կազմակերպեք ձեր ամիսը։ Կարևոր ամիս է լինելու այս ամիսը եւ կարևոր միացում ենք ունենալու մոլորակների եւ խավարում ենք ունենալու եւ հետընթաց Մերկուրի ենք ունենալու։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը պետք է նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Երկու նշաններն էլ շատ կարևոր են եւ երկուսի համակցությունը նոր կտա ձեզ հստակ ինֆորմացիա հորոսկոպի հետ կապված։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, բայց գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, կարող եք ինձ գրել կամ Instagram-յան էջում, Telegram-յան ալիքում կամ այստեղ մեկնաբանություններ բաժնում, նշելով ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օր, ամիս, տարի, քաղաք եւ ծննդյան ճշգրիտ ժամ։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Եթե ծննդյան ճշգրիտ ժամը գիտեք եւ ցանկանում եք ձեր ծննդյան քարտեզը ունենալ, Instagram-ում կարող եք ինձ գրել, սիրով կկազմեմ եւ ձեզ կուղարկեմ։ Սա իհարկե անվճար է, քանի որ ուղղակի քարտեզն եմ կառուցելու, սկրինշոտ տարբերակով ձեզ ուղարկեմ։ Այսպիսով անցնենք մեր հորոսկոպին։ Արևը մինչև ամսի 18-ը գտնվելու է ջրհոս նշանում, իսկ դա սիրելի ձկներ ձեր 12-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է մեկնելու հանգստի, զբաղվելու ձեզանով, օրինակ գնալ ինչ-որ մերսման կուրս անցնելու, նման հարցեր, արևը ընդհանրապես էներգիա է, տվյալ ոլորտում ինչ-որ էներգիա է ձեզ տալիս, որպեսզի օգնի այդ գործողությունները կատարեք։ Արդեն ամսի 18-ից սկսած արևը անցնելու է ձկներ նշան, ձեր առաջին տուն եւ լավ ժամանակ է լինելու, որպեսզի ձեր արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ անեք, հատկապես վերադառնաք ձեր նախկին տեսքին, քարշին, հիանալի ժամանակահատված է լինելու դրա համար։ Մերկուրին մինչև ամսի 6-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 12-րդ տանը, բերելով ձեզ զանգ, նորություն, նամակ այն մարդկանցից, ովքեր ձեզնից հեռու են բնակվում։ Այնուհետև ամսի 7-ից սկսած Մերկուրին արդեն կանցնի ձկներ նշան ձեր առաջին տուն, դուք կդառնաք ել ավելի շփող, շփումը կշատանա, բանակցությունները շատ կլինեն, նոր հաճախորդներ հնարավոր է լինել կամ ուղղակի խոսակցությունները, այդ բանակցությունները շատ կլինեն ձեր ամուսնու կամ կնոջ հետ կապված։ Հնարավոր է նաև նոր հարաբերություններ սկսվի եւ նոր այդ էտապը սկսվի ձեզ մոտ, նոր շատ շփվելու, զանգեր, նամակներով եւ այլն։ Ամսի 26-ից սկսած Մերկուրի մոլորակը դառնալու է հետընթաց, սիրելի ընկերներ, հենց ձեր առաջին տանը։ Եվ ձեզ վրա մեծ ազդեցություն է ունենալու։ Մերկուրիի հետ կապված, հետընթաց Մերկուրիի հետ կապված առանձին նյութ կունենամ, որտեղ մանրամասն կխոսեմ, ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում։ Այնպես որ բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք այդ հոլովակը։ Վեներա մոլորակը մինչև ամսի 10-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 12-րդ տանը եւ բերելով ինչ-որ գումար, գուցե հեռու, արտասահմանից հնարավոր է ինչ-որ գումար ստանաք կամ նոր սիրավեպ սկսվի արտասահմանում բնակվող որևէ մեկի հետ։ Նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Արդեն ամսի 10-ից սկսած Վեներան կանցնի ձկներ նշան, բերելով շատերին նոր սիրահարվածություն, նոր հարաբերություններ, նոր արտաքին, եթե պետք է արտաքնի հետ կապված ինչ-որ միջամտություններ կատարեք, ապա ամսի 10-ից 15 ընկած ժամանակահատվածում կատարեք։ Եթե ցանկանում եք փոխել ձեր ոճը, արտաքինը, մազերի գույնը եւ այլն, ապա լավ կլինի 10-ից 15 ընկած ժամանակահատվածում այդ ամենը լինի։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է ջրհոս նշանում ձեր 12-րդ տանը։ Շատ զգույշ եղեք, սիրելի ձկներ, սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, կրակի հետ աշխատելիս, քանի որ 12-րդ տանն է լինելու, իսկ 12-րդ տունը իրենից ներկայացնում է նաև հիվանդանոցները, գուցե ինչ-ինչ պատճառներով անզգույշ լինեք, օրինակ կտրեք մատը, օրինակ, չգիտեմ, լավ ուղակի սուր կտրող ծակող գործիքների հետ մի խոսքով լավ աշխատեք։ Մարսը 12-րդ տանը հաճախ բերում է նաև վիրահատություն, բնականաբար սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով եւս պայմանավորված է, ուղղակի եթե ծննդյան քարտեզում կան համապատասխան դիրքավորումներ, ապա նման իրավիճակ եւս կարող է ստեղծվել։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել հետընթաց դիրքով խեցգետին նշանում 17-ից 15 աստիճան շարժվելով, խեցգետինը ձեր 5-րդ տունն է եւ Յուպիտերը այս ժամանակահատվածում շատ հնարավոր է, որ
բերի ձեզ բալիկ, հա, նրանք ովքեր ցանկանում են հղիանալ, հնարավոր է հղիանան կամ ուղղակի բալիկի սպասեք այս ժամանակահատվածում բալիկ ծնվի, սա նաև հարաբերությունների մասն է, եթե կային սիրային հարաբերություններ, ցանկանում եք վերականգնել, Յուպիտերը անպայման ձեզ կօգնի։ Բայց հիմա նշեմ դրական առումով ում վրա կազդի Յուպիտերը այս ամսում, ովքեր ասցենդենտով են ձուկ, ասցենդենտը գտնվում է ձգան 15-ից 17 աստիճանում, կամ ովքեր ծնվել են ամսի մարտի 7-ին, 8-ին, 9-ին, այս օրերի ծնվածները հետընթաց Յուպիտերի ազդեցությունը բոլորից շատ կզգան իրենց կյանքում։ Սատուրն մոլորակը, սիրելի ձկներ, վերջապես դուրս է գալիս ձեր առաջին տնից, անցնելով արդեն ձեր երկրորդ տուն, դա ֆինանսների տունն է, ամսի 14-ից սկսած առաջիկա 2.5-3 տարիների ընթացքում Սատուրնը ձեր երկրորդ տանն է գտնվելու, գուցե ունեիք ֆինանսական աղբյուրներ տարբեր, որոնք այսպես մի քիչ էստեղից, մի քիչ այնտեղից, Սատուրնը ասելու այդպես չի կարելի, պետք է որոշել որն ես հստակ ուզում, որպեսզի գնաս այդ ուղղությամբ, հա, ինչ որ ֆինանսական աղբյուրներ Սատուրնը գուցե փակի, բայց նոր հիմք է դնելու կարծես ձեզ համար, նոր ձևով գումար աշխատելու, որը կլինի հստակ, ամուր, ինչու եմ այսպես ասում, քանի որ ամսի 20-ին շատ կարևոր միացում է լինելու Սատուրն եւ Նեպտուն մոլորակների։ Ես սա նոր երկար սկիզբ է բերելու, հա, քանի որ սա ձեր ֆինանսների տունն է, նոր ֆինանսական սկզբի մասին է խոսելու։ Կարծես Նեպտունը դա ինչ համեր պատկերացումներն են, երազանքներն են կապված ֆինանսների հետ, իսկ Սատուրնը արդեն գալու է որպեսզի կարգավորի ու կարծես ասի, հա, ուզում ես քո երազանքների գումարները ստանաս, ուրեմն պետք է շարժվես այս ճանապարհներով, որպեսզի դու դրան հասնես։ Եվ այդ երկու մոլորակները միասին ձեզ դա են բերելու ձեզ սիրելի ձկներ։ Այստեղ Նեպտունը ասացինք, Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, ձեր 10-րդ տանը, շարժվելով 4-ից 7 աստիճան, 10-րդ տունը դա մեր ստատուսն է, հարաբերություններն են նաև ղեկավարության հետ, կարիերայում եւ այլն։ Այստեղ զգուշացեք, որպեսզի սև լուսնի գայթակղություններին չտրվեք, նրանք, ովքեր ասցենդենտով ձուկ են, ասցենդենտը 4-ից 7 աստիճանում է եւ նրանք, ովքեր ծնվել են փետրվարի 27-28, հա, ամսի 1-2 այս օրերի ծնվածները եւս պետք է շատ զգուշանան, որպեսզի սև լուսնի ազդեցության, բացասական ազդեցության ներքո չգտնվեն, չանցնեն, հա։ Նորալուսին ենք ունենալու ջերհոս նշանում, սիրելի ձկներ, այսօրը խավարում է լինելու ամսի 17-ին։ 3 ամիս առաջ, 3 ամիս հետո եւս այն կարող է իր ազդեցությունը ունենալ։ Խավարումը լինելու է ձեր 12-րդ տանը, սա նոր սկիզբ է բերում, կարծում եմ, որ այս խավարման ազդեցության ներքո շատ ձկներ գուցե որոշային փոխել իրենց բնակության վայրը։ Նաև կարող է խոսել ինչ-որ բուժում ստանալու հետ կապված, նոր մերսման կուրս անցնելու հետ կապված, առհասարակ, երբ որ խավարում ենք ունենում 12-րդ տանը, ես միշտ խորհուրդ եմ տալիս բարեգործություն կատարել։ Դա շատ լավ է, հա, որովհետև այդ բարեգործությունը, որպեսզի ինչ-որ մի բան ձեզնից ոնց որ չվերցնեն, դուք ինքնուրույն տալիս եք այդ բարեգործությունը, այնպես որ սիրելի ձկներ, շատ լավ կլինի, որպեսզի բարեգործություն կատարեք։ Լիալուսին ենք ունենալու առյուծ նշանում ամսի 2-ին, մի 2 օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Առյուծը, սիրելի ընկերներ, ձեր 6-րդ տունն է, այնպես որ զգուշ եղեք առողջության հետ կապված, ինչ որ առողջական խնդիր կարող է այս ժամանակահատվածում ի հայտ գալ։ Կարծում եմ, որ բոլոր մոլորակների մասին նշեցի, այժմ նշեմ լարված օրերի մասին։ Լարված օրը լինելու փետրվարի 8-ը Ուրանն ու Վեներան 90 աստիճան են կազմելու, դա նշանակում է, որ կարևոր գործարքներ մի կնքեք, սիրելի ընկերներ, ճանապարհներին եղեք զգույշ։ Քանի որ Ուրանը ձեր 3-րդ տանն է, հա, գտնվելու կամ ոչ միայն ճանապարհներին, այլ նաև հարաբերություններում քույր եղբայրների հետ եւ այլն, եւ ինչպես նաև տեխնիկայի հետ։ Ամսի 9-ին Մերկուրին եւ Լիլիթն են կազմելու 90 աստիճանի անկյուն, եւս հա զգուշ եղեք, ուշադիր եղեք ձեր խոսքին, մտքին եւ ինչ որ կարեւոր փաստաթղթեր մի ստորագրեք այս ժամանակահատվածում։ Արևը եւ Ուրանն են կազմելու 90 աստիճանի անկյուն փետրվարի 15-ին։ Սա շատ լարված դիրքավորում է, մի 3 օր առաջ, 3 օր հետո անպայման իր ազդեցությունը ունենալու է, ցանկալի չէ այսօր ճանապարհ գնալ, հատկապես ինքնաթիռով ճանապարհ գնալ, ձեր պարագայում սիրելի ընկերներ նաև մեքենայով ճանապարհ գնալ, շատ զգուշ եղեք, որովհետև ձեր 3-րդ տանն է լինելու, հա, այս բացասական դիրքավորումը, անսպասելի իրավիճակներ կարող են լինել, հոսանքի հետ կապված, բնական աղետներ կարող են լինել։ Մյուս բացասական դիրքավորումը ունենալու ենք Մարսի եւ Ուրանի հետ կապված, կրկին 90 աստիճանի անկյուն են կազմելու ամսի 27-ին։ Մի քանի օր առաջ, մի քանի օր հետո նկատի ունեցեք, շատ զգույշ եղեք ճանապարհներին, պայթունավտանգ իրավիճակներ կարող են լինել։ Սուր կտրող ծակող գործիքների հետ, կրակի հետ աշխատելիս եղեք շատ զգույշ։
հատկապես դուք սիրելի ձկներ, քանի որ սա խոսում է, այս դիրքավորումը խոսում է ձեր 3-րդ տան մասին եւ ձեր 12-րդ տան մասին, անսպասելի վիրահատություն կարող է լինել, անսպասելի, չգիտեմ, պայթյուն կարող է լինել, բնական աղետներ կարող են լինել, այնպես որ շատ զգույշ եղեք այս օրերին։ Այսքանը, սիրելի ընկերներ, սիրելի ձկներ, կապված փետրվար ամսվա հետ, սպասեք հաջորդ ամսվա կանխատեսմանը։ Ցտեսություն։